Ծնողները զբաղված էին։ Այդ պատճառով, երբ Աստծո որդին ծնվեց, նրան փաթաթեցին կտորը և դրեցին մսուրի մեջ։ Երեխային Հիսուս անվանեցին։ Այդ գիշեր հրեշտակը հայտնվեց մի քանի հովիվներ։ Բեթլեհեմում է, մսուրի մեջ։ Նվեր թարս ես ուտում։ Հանկարծ հրեշտակների մի մեծ բազմություն հայտնվեց։ Նրանք այնքան շատ էին, որ ծածկեցին ամբողջ երկինքը։ Փառք Աստծուն երկնքում։ Թող Աստծո խաղաղությունը լինի այդ բոլոր մարդկանց վրա, ովքեր հաճեցնում են նրան։ Երբ հրեշտակները հեռացան, հովիվները շտապեցին Բեթլեհեմ։ Նրանք գտան մանկան։ Տենց չէ, այսինքն կծի։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես հրեշտակները ասել։ Մեկ և բոլորին պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել։ Նրանք փառք տվեցին Աստծուն իր գործերի համար։ Մինչ փրկչի ուղարկելը, ասել էր Մահաքիա մարգարեն, Աստված սուրհանդակ կուղարկի, ով ճանապարհ կպատրաստի նրա համար։ Ուստի Հովհաննեսը եկավ Հիսուսից առաջ և սկսեց քարոզել Հորդանան գետին։ Պատրաստեք Տիրոջ ճանապարհը, ասում էր Հովհաննեսը։ Աստված իր ժողովրդի համար փրկիչ է ուղարկում։ Շտկեք ձեր ճանապարհները, հեռացեք ձեր վատ արարքներից և մկրտվեք։ Մարդիկ այդպես էլ արեցին։ Քոնը կեր կտամ էլի։ Հարցնում էին նրանք Հովհաննեսին։ Ոչ, պատասխանում էր Հովհաննեսը։ Ես արժանի չեմ նույնիսկ նրա կոշիկներին դիպչելու, նա զարմանալի բաներ կանի, ինքներդ կտեսնեք։ Հիսուսը եկավ Հովհաննեսի մոտ մկրտվելու։ Երբ Հովհաննեսը տեսավ Հիսուսին, ասաց. Ահա Աստծո գառը, ով իր վրա է վերցրել աշխարհի հետքերը։ Ես ուզում եմ, որ ինձ մկրտես, ասաց Հիսուսը։ Ոչ, պատասխանեց Հովհաննեսը։ Աստծո որդին աղաղակում իջավ Հիսուսի վրա։ Ահա իմ սիրելի որդին, ասաց Աստված։ Ես սիրում եմ նրան, նա ինձ հաճեցնում է։ Աստծո ոգին Հիսուսին տարավ։ 40 օր և 40 գիշեր Հիսուսը ոչինչ չբերավ։ Դրանից հետո նա շատ քաղցած էր։ Իմանալով, որ Հիսուսը քաղցած է, Սատանան փորձեց նրան։ Նա